Ողջույն, 168-ի եթերում կրկին ռանդևուն է։ Ինչպես նշեց իմ նախորդ հյուրը Սյուզաննա Մելքոնյանը, այս շաբաթ պատիվ ու բախտավորություն ունենք զրուցելու կրակոտ մի մարդու հետ։ Հյուրս այս երեկո տաղանդավոր երգչուհի Սոնան է։ Բարի երեկո, Սոնա։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ հենց իմ տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար եւ իհարկե այդ անմիջական այդ զանգը, որ արեցիք Սյուզան հետ, ես իդեպ գիտեի եթերից հետո, բայց իմացա, որ հենց ընթացքում։ Այո։ Ու միանշանակ արդեն իսկ այդ զանգից զգացվում էր մեր այսօրվա սպասվելիք կրակոտ զրույցը։ Փորձենք։ Գալու ենք դեռ տարիներ առաջվա Սոնայի կարիերայից, խոսելու ենք ամեն ինչից, մանրամասներից եւ որ ամենակարևորն է լինելու ենք բացարձակ անկեղծ։ Ձեր արվեստի երկրպագուները հիշում են ձեզ դեռ վաղ 90-ականներից, երբ դուք ձեր արվեստով, ձեր տարբերվող վոկալով գրավում էիք բեմեր, ներկայացնում պետություն ու բարձր պահում հայի անունը։ Բայց եկավ մի շրջան, երբ որոշում կայացրեցիք մեկնել Հայաստանից ու գործունեություն սկսել ծավալել Մոսկվայում։ Ինչն էր պակասում այստեղ, որ 17 տարեկան աղջիկը որոշեց մեկնել։ Ճիշտ ասած, ոչ մի բան էլ չէր պակասում։ Ես էի պրոստը մեծանում, զգում էի, որ արդեն պատանեկան այդ Աշոտ Բզնունու ջազ խորը մեր Գենրիխ Իգիթյանի, գիտական արվեստի սովորելուց, որ արդեն ուզում էի ջազ խորի մեջ, չէ, անհատական որպես երգչուհի աշխատել եւ իհարկե փորձ ունենալ եւ այդ թվականներին շատերը գնում էին Միացյալ Նահանգներ ու շատերը վստահ են, որ ես գնալու եմ նույնպես Ամերիկա, որտեվ իմ կրթությունը ջազային է, ջազ էստրադնի, թե իմ տեմբրը, թե իմ կրթությունը, բայց ես որոշեցի Մոսկվա, որտեվ շատ ինձ համար ինքը մեգապոլիս էր եւ կրթությունս ռուսականը, այստեղ սովորել եմ Չքալովի անվան դպրոցում եւ հասկանում եմ, որ ուզում եմ անպայման մրցույթի մասնակցել այն տարիներին, որ շատ պոպուլյար էր, կոչվում էր Ուտրեննիե զվեզդա, բայց մինչև Ուտրեննիե զվեզդա շատ մոտիվացրեց ինձ Արամոյի մասնակցությունը Յուրմալայում, Սոսոյի հետ, համ Սոսոն էր, համ Արամոնն էր, այդ էլ էր մոտիվացնում, որ ինչի՞ չէ, մենք սովետական միության մեջ, բայց արդեն այդ ոնց են ասում պերիստրոյկա ու միգուցե ես իմ անգլերենով այդ ոչ ստանդարտ, որովհետև ռուսերեն չէի երգում, բացարձակապես ոչ ռուսերեն, ոչ հայերեն, անգլերեն էի երգում եւ ուզում էի, որ գնա ինչ-որ բան փոխի, համ ես, համ էլ ինչ-որ բան սովորեմ ու մեգապոլիսա տարբեր երաժիշտների հետ համագործակցեմ եւ իհարկե այդ կոնկուրսի մեջ լինեմ։ Մենք որ եկանք Մոսկվա մարտ ամսին էր դա, ես 17 տարեկան ու ուշացրել էինք այդ հայտերը տալու, հետո ասեցին, բայ Ուտրեննիե զվեզդան էլ է, շատ հիմա պոպուլյար, միգուցե Ուտրեննիե զվեզդա, փորձեցինք Ուտրեննիե զվեզդան, բայց դա եղել է մի տարի անց արդեն, որովհետև չենք հասցրել, ժամկետով սխալ մի քիչ ինֆորմացիա ունի։ Այ այդ ժամանակաշրջանում մնալ Մոսկվայում շատ տարբեր ազգեր, շատ տարբեր երաժիշտներ ու մասսայական իհարկե շատերին զարմացնում էր, որ սոն դու ջազ ես երգում, դու սենց Beatles, Michael Jackson, սենց այդտենց ռեպերտուարից հետո ոնց կարող է քո դուրը գալ, եթե այնտեղ գրուպը Mirage, Լասկվի մայ ու սենց մի քիչ սենց ուրիշ բան, նու այդ երաժշտությունը ես չգիտեի, հա, ու իմը չէր, չէի պատկերացնում իմ այդ կներեք խարխարձենով ոնց այդ կարա լինի, դե ասում են ոչինչ, ասում են պրոստը քոնը չի էլի, Մոսկվան աբսուրդ է, հավելավա գնայր դու Միացյալ Նահանգներ, ասում են չէ, ես տեղ հենց կանեմ, որ լավ կլինի, ինձ պետք է հենց այդ ապեչի բոլորի նման
Այն միշտ դիտում ծոր ձիվից պետք չի բոլորի նման ինչ որ կարող մենք փոխենք էլի մի բան գիտեք տարբեր սթայլերի մեջ կարա երաժիշտ լինի միշտ էլ ասել եմ ոչ պրոստը այդ որակը նայեք այսքան տարի անցել է նույն շատունովը լասկվում այ տեսեք ինչա կատարվում ինտերնետում քանի վեստից սկսած թե AI-ով թե իրար միքսները դե մեջը կա մելոդիա ուրիշ բան դու ոնց կանես գործիքավորում ոնց դա մատուցես բայց ես շատ մեծ փորձ եմ ձեռք բերել տարբեր երաժիշտների հետ աշխատելով եւ առաջի ջազ ակումբում Ալեքսեևսկի ռայոնում էր Բելմիդվեդ էր կոչվում առաջ եւ այդտեղ живой լայվ ընդունել եմ աշխատել եմ չգիտեմ շատ հզոր արտիստներ մուզիկանտների հետ որը երևի այդ շատ կարևոր էր այդ տարիքում որտեղ արդեն ստեղ ես ուզում էի Արտուր Գրիգորիչին, կստати, ես երկրպետական թատրոնի չէ, բայց Արտուր Գրիգորիչին ասեցի, ես ուզում եմ համարձակություն, դա, ես ուզում եմ ձեր ինձ երգ գրեք, ինձ համար, ոչ թե որ արդեն բոլորը երգել են, քեզ համար, չէ, ինչ որ սենց ասել, չէ, չեմ հավատում, ասել, դե օքեյ, ուրեմն ստեղ էլ մարդ չկա, այդ թվերին, որ կոմպոզիտոր, որ կարող էր ինձ համար երկրել։ Դե ասի վсё, դե ուրեմն ես գնացի հաստատ։ То есть ես հետո իրան իհարկե ասել եմ եւ հաղորդման մեջ է, որ այդ բանն էլ մի քիչ ազդեցի իմ վրա, որ դե չէ։ Չէր հավատում, որ Սոնան կարող է։ ասեց չեմ հավատում, մի հատ այդ ֆրազան ինձ վсё փոխեցա։ Այ այդ ժամանակ երիտասարդ արտիստի համար, հա, ով ունի ձգտումներ, ինչն էր ամենակարևորը, հա, այդ պայքարի տանողը, անուն, ճանաչում, թե ինքնահաստատում։ Ինչի համար է Ես այդ վաղ մտածում եմ, որ ես հասկանում եմ, հասկանալով, որ ես մի քիչ ստանդարտից դուրս եմ, մի քիչ մեղմ ասած, որովհետև փոքրուց դեռ այդ ուշադրությունը դեռ մանկապարտ ես որ մամա ստանում էր ես շատ անգամ ասել եմ ասել նայում միշտ ասում հա որ մարդիկ հասկանան որովհետև շատերի մոտը որ ասում են կարող է որ ծխելա տենց է ձենը դարել կարող է խմելա որ տենց է ես իմ ազգի իմ գենետիկայի մեջ իմ զարմիքսարներից էլ հիմել կան այդ հենց սենով խոսում եմ փոքրեն ու մանկապարտեզ է որ գնում էինք շատ ուշադրություն էին դարձնում մամայս ասում էին կոկորտս տուգել եք այս երեխու պրոբլեմա այս ինչա ասենց փուճորեղան ես է շատ սպիտակ էի ասենց քիչ տարիներին այդպես սպիտակ շատ մարդ չկար ու ուշադրություն էին դարձնում հետո արդեն Պեպեներս եկավ 12-11 տարեկանից 13 տենց այդ պիրոդը ու այդ իմ խրպոտ ձենը սենց շատ էին մամայս ասում տարեք կոկորտը ստուգեք տարեք ցայնալարը ստուգեք ասում ենք այդ մարդը տենց ծնվել է ինչ ասում են ոչ մի խնդիր չկա ու մի քանի անգամ էլ ասել եմ եթե դա լիներ խնդիր կամ այդ սոնան չէր կարա 3.5 ժամ լայվ համեր տար այդ բացառվում է Այո, ամենայնիվ մի օր զգացնել կտար։ Եվ այդ մոտիվացիան այն էր առաջնահերթ, որ ես ուզում էի սոլնի կարիերա։ Ես ոչ թե դա չկար ճանաչում, որովհետև այդ ես իմ գնալը 90 թվականին մենք մեկա սովետական միություն սենց հələ չէր կամ, մենք նշել էլի որ գնամ ապացուցեմ ինչ որ բան, ես ուզում եմ պրոստը ունենալ իմ երգերը, որ ինձ համար են գրում, հատուկ ոչ թե վերցնել ուրիշի երգերը երգել, եւ իհարկե ցայնասկավառակ այն վաղ CD հասկացողություն նոր ես մենք բաց ենք տվել 92 թվականին իմ ցայնասկավառակը որը կոչվում է Սոնա հենց այդ ազգանուն չի եղել SONA բոլոր մեծատառով ու այդ ալբոմն էլ մենք ցայնագրվել ենք եւ Ստասնամինի ստուդիայում մոտ կես տարուց ավել Սիմոն Գլիկման իմ կոմպոզիտորը որ գրեց Յոսիֆ Պրիգոժինին պրոդյուսերներ այդ տարիներին Գալու ենք դեռ Պրիգոժինին, ես ուզում եմ խոսենք նրա հետ աշխատանքի տարիներից ու նրա տեսակի
բացահայտումից, հա, որովհետև շատ ու շատ արտիստների ու նաև ռուսական շուկայում գործունեություն ծավալող արտիստների հետ զրուցելիս ձևավորվում է մի կարծիք Պրիգոժինի մասին, որ նա մեղմ ասած արտիստներին օգտագործում է ու դեն նետում։ Ոյ, նայեք, այդ որ լոգիկան, որ սենց որ վերցնեք, Պրիգոժինը դե ինձ այնց մի քիչ տարիքով, բայց նենց չէ որ մեծ, ինքն էլ եկած էր Մոսկվա, նույն Դագեստանից, հա, ու իր մոտ էլ կար այդ նպատակը, որպեսզի նա կայանար որպես, կստացի ասեմ, որպես երգիչ, մենք այդ ձայնագրությունն էլ ունենք, որ ինքը երգում եւ ստադիոնում, ով ինչ-որ համեր, որպես երգիչ էր ուզում ինքը, հետո ոնց ինքը ասեց, հասկացավ, որ չէ, դա իրանը չի, ուզում է պրոդյուսերствоյով զբաղվի եւ երևի այդ վաղ ոնց որ համընկել էր ինքը մի ծանոթ մեր ընդհանուր ընկերներից կար, որ կոմերցիոն ուրիշ ոլորտում էր, բայց առաջ երաժիշտների հետ եւ համերգներ էին կազմակերպել, ինք առաջարկեց Սորոկին կար տենց ասեց, գիտես, Յոսիֆ կա Պրիգոժին միգուցե ինքը մի հատ իր հետ խոսանք, որովհետեւ ինքը փորձեց երգել, ստեղ բան, բայց թարգեց ու պրոդյուսերствоյով էլի հիմա սկսել զբաղվի ու կար Ալեքսանդր Դաբրինին, ոչ թե մեծը, Վիաչեսլավ Դաբրին փոքր Դաբրինը ասեց, իր հետ է սկսել աշխատել, բայց ինձ թվում է, եթե ինքը քո ձայնը լսեց, ինքը կարող է շոկ ստանա, որովհետև մենք էլ չենք պատկերացնում, որ դու 17 տարեկանում ցենց ձայն ունես, 18 է արդեն, 18 է, ասում եմ, դե եկեք հանդիպենք, ես իդեպ ասեմ գնացել եմ Բաբինայով, երկու հատ ձայնագրություն եմ արել, այդ Բաբինայի վրա, ստեղ Երևանում, Արիթա Ֆրանկլինի, Ջորջ Մայքլի դուետի երգը, մեկ է մի հատ խումբ կար Cool and the Cake, մի հատ գործ կար, այդ երկու երգը ձայնագրել եմ Բաբինայով ու գնացել եմ, որ նա ցույց տամ, ինչ եմ երգում, մոտավոր, սենց, ու իրան զանգարեցին, այդ տղան ասեց, որ սենց աղջիկ եկել Երևանում, դու պետք է իրան ապայման լսես, ու ասեց, հա, օքեյ, կավ խոսալուն, դե, հələ բան չէ, վերցրեց ձայնագրությունից գնաց, մեկ էլ զանգելա, սր ասում է, այդ անհնար է, որ դուք եք երգում, ասում եմ, բայց ասենք ով, ոնց ես եկել եմ, հիմա ուզում եմ կոնկուրսին մասնակցեմ, ոնց կարա չէ, ասում է, կարող ենք հանդիպել, գնանք ստուդիա հիմա, որ դուք ժվո երգեք, ասում, հա, իհարկե, գալիս ենք տենց ստուդիա, հետո իմանում եմ այդ ստուդիայում էլ մարջ է եկել, որտեվ հետո տեսամ եկել ասում եմ ոնց փողի վրա մարջ ես եկել, ասում եմ հա, որովհետև բոլորը ասին կամ էս ճոճա է սենց շատ կռոպնի, կամ սևամորթ է, այդ անհնար է, ու տենց եկանք այդ ստուդիայում երգեցի, այն վաղտեր չնայած ռուսական կրթություն, բայց այդ բառերը կրուտա, ֆիշկը, սենց ֆորմայ ասում եմ, այդ ինչ է, այդ о чем, ասում եմ, այդ նա ռուսական ասում, չէ, это не на русском, фишка круто, այդ ինչ է, այդ սլենգերն էին, էլի, կրուտա, ֆիշկա, սենց ու տենց մի քանի, ու այդ ստուդիայում արդեն ռեակցիայից էլ իրանց հասկացա, որ ես ասում եմ, это вообще, ու այդ վաղտ ասում եմ, Иосиф ասում է, я выиграл, ասում եմ, что ты выиграл, տեղից իմացա, որ ինքը բարիր արել, որ ինքը 18 տարեկան всего лишь, ու մենք ինքը զանգեց Նիկոլաևին, Յուրի Նիկոլաևին, որ նոր սեզոնին ես մասնակցեմ, ասեց ես կբերեմ զապիսները, դուք կլսեք, Նիկոլաևնա չէր հավատացել, նույն ձև ասել էր էդի տյոտկա, թե ասում եմ, այդ Արիթա Ֆրանկլին, Ջորջ Մայքլ գործ բան, ասել էր, ну, ասում էր, ասում է, ты следующий, типа, կարանք մարջ կանք, այդտենց ինքը գրազներ էր կարի, շատ ոգևորված, շատ, ուզում եմ ասեմ, իր մոտ էլ այն պերիոդներ, որ ինքը եկել էր Մոսկվա, մեգապոլիս, ոնց որ շատ շատերը եւ շատ տարբեր բնակավարներում, որ ձգտում կային, որ գային Մոսկվայում դառնան, որտեվ կներեք, այդ նույն Մոսկվայի մոսկվիչները ոնց որ մի քիչ այնց
թերահավատորեն։ Սենց ռելաքսի մեջ ապրում են, բոլորը եկացածներն էին ձգտում, աշխատում այդտեղ, որովհետև ում հարցնում էր, ով որ սենց տաղանդ էր, ով որ սենց տարբերվող էր, ինքը հաստատ Մոսկվայից չէր, ինքը եկացած էր, տենց բարիեր չի եղել լեզվի, որովհետև ռուսական կրթությունը դա շատ պլյուս, բայց երկի մեջ չէ։ Հետո Յոսիֆ ասեց, давай սենց ֆիշկա կանենք, դու տիպը չես խոսում ռուսերեն, որովհետև անգլերեն է, որ ես գնամ հաղորդումներին, դե վաղտ Первый канал չէ, ORT, дважды два հաղորդումներ այդ սախ մուզիկալ։ Ես կգնամ, դու չես գնա էֆիրներին, ես կգնամ, որ ես խոսեմ քո մասին, իրանք թող իմանան, որ դու սենց ֆիրմա չես։ Մենակ անգլերեն դու ռուսերեն չես կամ պետք է որ գաս չխոսաս։ Դες այդ վաղտ ասում եք կարող է տենց հա պետք ինք ասում էր որտեվ այդ որ խոսան էլի շատ ուշադրություն տենց կդարձնենք մեր կողմ տենց ասի լավ ու ամենտեղ ինքն էր ինտերնետ ասենք մեր կու անգամ այնց տարի դու ասում ես տենց ձևարա որ դու չես ռուսերեն կարող նորմալ խոսաս տենց պետք է ну в общем տենց ու մասնակցեցինք այդ ուտրին զվիզդային ու այդ վաղտ ես կարող եմ ասել ինքը շատ անկեղծ էր ինչ առումով որտեղ ոգևորված ու շատ գնահատում էր իմ տաղանդը ինքը ասում էր ты просто алмаз и надо бриллиант получить вот это sense природа чем պատկերացնում այդ էներգետիկան այդ խարիզման այդ խրիպը գոսը даже ասում էր կարող իտալերեն էլ անենք բան sense էլի շատ ու այդ վաղտ մենք այդ սպորտի օլիմպийский система էր 1/16, 1/8, четверть, полуфинал, финал մենք հանդիպում ենք Վալերիայի հետ Վալերիայի դե ամուսին այդ վաղտ Ալեքսանդր Շուլգինը ու Յոսիֆը ու բոլորը վստահ են որ մենք ենք հաղթելու որովհետև մենք փորձին արդեն տեսանք Վալերիային որ ինքը հասել է ֆինալ տեսանք ինչ է երգելու բայց հենց ամիջապես հենց մրցույթից երևի մի երկու ժամ առաջ գրիմանոցում զգացի որ Յոսիֆը ներվանացած ցենց որ կատաղացի ժամ գնաց եկավ զգում եմ ինչ որ բան ասում եմ ինչ է էլի что случилось բան իդեպ վախ մազերը սենց էր երկար ու էլ որ տրան ասում էր հասկանում եմ որ ինձ ինչ որ բանի է պատրաստում ու այդ կոնկուրսի ընթացքում ես դեռ 19 դեվ համարյա մի տարի գնաց ու ջղային սենց ասում չէ չի անհնար է բան սենց ասում Յոսիֆ բան է կատարվում ես հասկանում եմ դեբիլ չեմ ասում եմ կապ չունի դու բանտեղ չդնես դու պրոստո դու սենց գալի ու վեր բան սենց ասում եմ բայց ինչ է բան իսկ Շուլգին են վաղտ ամբողջ քաղաքով մեծ շատ մեծ այդ билбордները կախած певица, которую все ждали. Այդ ֆրազան էր ու ես Յոսիֆը հենց քշում ենք ասում ենք որ աշխարհի ինչքան բառ կար ասում էր ինչ певица, которую ждали ու սենց ջղայն ասում էր այ ոչ ձեն ունի ոչ տեսք ունի ու это որ հաղորդման մեջ իր юбилейն է ասում սոնու прости ես ինչ գիտեի 12 лет спустя որ ես զարթնելու եմ ինքը իմ կինն անում սենց գժված ու ինքը այդտեղ ասում է դու բանտեղ չդնես դա կապ չունի ասում եմ դու ավելովա ես իմանամ ինչա կատարում որտեվ տենում եմ ինչ-որ ներվային обстановка է ու դեպ Իրինա Պանրովսկան որը եղել էր ժյուրի չետվերտֆինալի վաղտ եկել էր ֆինալին որ ինձ դերշկան էր դե իրանք արդեն օպիտով հասկացող հասկանում են որ կարող մի բան ստացվի ու ասեց Շուլգինը բերելա Սեմ Բրաունին ու իր տնօրենին անձամբ իր ֆինանսներով Անգլիայից ու իրանք ժյուրի են նստելու դասում են նստում են թոնստեն ինչ կապ ունի դե մասկանալի է в общем это Николай Васильевич он должна суперфинале быть обязательно մենք չենք կլներ ոչ մի սուպերֆինալ Իրան Պանրովսկի սկսել ժուրնալիստերին շատ սենց սենց անկեղծ այդ ինտերվյուները տալ ու ես չէի պատկերացնում դաժե որ ինքը կարա տենց բարերով բոլորին է որ քրիթ արեց ասեց ինչքան փող են ձեզ տվել որ ինչքան կարա ակնհայտ սենց տաղանդը
ինչ էլի դուք կարաք ես մարդուն կոտրեք, չէ՞ որ sense, ու ես հիշում եմ այդ բառը որ ասաց, ես ֆրանսիացի կոտրվել չկա, չկոտրվել։ Ես մեծ շատ Բայց այդ անարդարության մղումը քեզ կա այդ ջղայնությունը, բայց ես ոչ մի վարքյան չեմ, ես просто францияцի, я просто больше никогда не буду в конкурсе։ Всё։ Այդքան բան, բայց ասեցի ինձ ով կարա աստիպի որ չերկեմ։ Իհարկե մենք եկանք սուպերֆինալին, որտեղ Նիկոլաևն է խնդրեց, բայց իմ մոտ այդ ժողկան կա, ես գիտեմ որ ես երաժիշտ եմ, որտեղ ես արդեն կանգնել եմ 16 տարեկանում ընտրության դեմ, կամ ես գնում եմ ֆիզկուլտ ինստիտուտ, սպորտ, իմ լողն եմ շարունակում, կամ գնում եմ երաժշտությունը շարունակում եմ, ես արդեն արել եմ ոնց կարա ինձ մեկը կոտրի, ու Նիկոլաևն ասաց չի կարա պետքա սուպերֆինալ, в общем տենց ուզում ասեմ այդ ամենքի համար չի, մեկին կարա իրոք սենց փակի, որ Все ասի ոչ բանել չեմ ուզում, կամ էլ դու ասում ես, օքեյ, ոչ մի խնդիր, դու եկել հասել ես ֆինալ, հիմա թե ժողովուրդն է տեսնի, ժողովուրդը կներեք տուպոյ չի, մարդիկ են, որ ասում են правда-то в глазах, ոչ մի խնդիր։ Նշեցիք, որ խոստացել եք այլևս չմասնակցել որևէ մրցույթների, հայկական երկարվեստում հատկապես ամեն տարի կա այդ ներքին պայքարը, ներքին մղումը, թե ով պետք է գնա այս տարի Եվրոտեսիլ։ Երբևէ Սոնան չի ցանկացել Հայաստանը ներկայացնել Եվրոտեսիլում։ Թե դա այն մրցույթը չէ, որտեղ գնահատվում է ձայնն ու արտիստիզմը։ Չէ, եղել է տենց իմ մոտ ցանկություն շուտ, եւ ես երբ որ տեսա Ալլա Պուգաչովան գնաց, շատ զարմացա, որ ասա չեմ ետ, ինչի համար, բայց հասկանում եմ, որ դրանից ինքը չի Պիրիստատյանի Պուգաչովա լինելու, միգուցե դա ինչ-որ շանս է, որ Եվրոպան էլ լսի, որ ունենք սենց երջույի, սենց, բայց մեկ այլ ասում է, դե եվրոպացիները չեն հասկանա, մենք դա հասկանում ենք, այդ շատ լավ է, մենք մեզ մոտ է այդ ամեն ինչը, բայց եվրոպացու ականջով չէ, հետո ասեցի չէ, գնալ սենց մասնակցել ու ինչ-որ սենց շատ վատ վերջի տեղերը գրավել, ինչի է պետք, հետո տեսա, կայացած նույն Պատրիցիա կաս գնում է, Ֆրանսիա ասում եմ, այն որ չէ, գնում են էլի մարդիկ ուրեմն բան, դեռ ինձ թվում է այդ տարիներին ինքը որպես կոնկուրս, դե երգի կոնկուրս է, չէ, բայց ամեն տարի սենց փոխվում էր շատ, հասկանում ես երգը գնաց 3-րդ, 4-րդ, 5-րդ պլան քիչ ամեն տարի ու դու հասկանում ես մի հատ ուրիշ է, բայց եղել է իմ մոտ տենց ու ջղայնացել եմ, որ ինչի օրինակ, եթե ես երգում եմ փոքրուց այդ նույն անգլերենը կամ այս ցայնը, որ ուշադրություն դարձնի, որ մենք կա սենց բան ու դաշնա երաժշտության ստայլն էլ էի հասկանում, ինչ կարող է լինի, մեր սենց ելևէջներով, այդ հայկական, բայց ալա սենց դե նույն Deep Forest, այդ Enigma, այդ սախ հետո հետագայում Ֆադեևը, հա, որ այդ այսինքն սարվի ու մեր այս հայկական բաներով ու իմ ձենը շատ կարող պրոստը շատ հզոր գործ է երգապետ գրել, դաժե ասում եմ պետքա ուրեմն նույն շվեդերին դիմենք, իրանք մի քիչ գիտեն այդ ֆորմատները, էլի, все-таки նայ, որ լսում ես նույն աբան, չէ՞ որ երգել գրավել են, ասենք մելոդիա է, էլի, կա, էլի, չկա սենց ինչ որ մենակ։ Ու շատ կարևոր է այդ էներգետիկան, բան, այնվաղ չենք մտածում պոլիտիկի մոմենտ, գնանք, որովհետև մեր արտիստները բավականին նորմալ տեղեր են գրավել։ Ինչը խանգարեց, ինչն էր, որ չմասնակցեցիր, թե առաջարկել։ Չէ, դե հետո տեսա, որ այստեղ ընտրում են, ես իդեպ ասեմ, ես ժուրիել եմ եղել, որ ընտրվում էր, հիմա կասեմ, Գորսուջանի տարին։ Մենք ժուրի ենք եկել ենք հանրային, պետք է մենք քվեարկենք համար սենց, որտեվ տարբեր են չի արել, մեկ արել են, որ մենակ ժողովուրդն է, մեկ որ ժուրիել է, պրոֆեսիոնալ եւ բան, ուզում եմ ասեմ, ես կորի ժամանակ եմ եղել ու ցնցված է հենց կորի տաղանդով, իր վոկալը, բան սենց,
չնայած ինձ համար կան չէ ասում են վոկալիստ վոկալիստ կա ու կան արտիստ հասկացությունը ամեն դեպքում այդ ամեն ինչի sense որ ասում ասենց обобщенный այդ բանը իմ համար այդ էներգետիկան է որովհետև դու կարող ես չունենալ այդ վոկալ մեր այդ էլի սովետի համակարգն է որ ասում էին սովորացնենք ինչքան շատ օկտավա լինի այդքան հզոր է չէ հզորը այդ դրա մեջ չի որովհետև երաժշտական դպրոցում է ուսումնարաններում էլ դռները բացեք բոլորն երգում են ու ձայն ունեն ու վոկալի հասկացությունը չի ու միշտ էլ օրինակ եմ վերեմ մեր լեգենդար Շարլ Ազնավուրին իր դիապազոնը չի եղել մեծ ընդհանրապես բայց ոնց որ մի հատ ցելի sense պլանետա աշխարհ որ ասում է շատ մастер классերի ժամանակ ասում եմ у меня почки двигаются и все внутренние органы настолько sense կարա մարդ լինի այդ խարիզմա ու այդ էներգետիկ դաշտով իսկ դու կարող ես ունենաս այդ վոկալը տեխնիկապես շատ հզոր բայց ոչ մի հիմա կասեն սոնանելի ասել բայց ոչ մի մուրաշկեք չկա չի կարա ինձ показать էլի լինի կապնի դրա համար առաջնահերթ էներգետիկան եւ տեմբրը որը տարբերելու է միլիոններից 100-ից դա շատ կարեւոր է հա կա որ ասում են բայց ձայն չունի ինչի է երգում դե այդ եմ ասում որ ինդիվիդուումը շատ կարեւոր է որ քեզ տարբերում են ու մեր հայրը ասենք խանութում կամ միտեղ sense որտեղ ասում են կարող եք չթաքնվել դե կեպկով բան sense կապած մազերով ասում են կարող եք չթաքցնել ձեզ մենք ձեր ցանից ենք ճանաչում տիպը բան արեցին էլի ինձ բացահայտեցին ասում եմ հա բայց ես շատ դրանից ավելի ուրախանում եմ որ ինձ ցայնով եք տարբերում դե ասում եք նման չեք ոնց որ էկրանին այդ Eurovision-ն էլ հիմա այսօրվա օրով մի տեսակ չգիտեմ ինչա вообще դարել շատ ճիշտ ասած շատ կուզենայի որ իմ Մաշայն Մնջոյան հավիրեին որտեվ հազոր այլ ասենց բայց անպայման որ հզոր երգ պետք է լինի ստանդարտ որ չլինի որ մենակ շոուն լինի, երգ չլինի կամ ձայն չունենա sense լինի, ինձ թվում այդ puzzle-ը, որ պետք է sense շատ ամբողջական պատկերստանը, հա, դա ինձ թվում է sense, բայց չգիտեմ, այսօրվա օրով մի քիչ արդեն ոնց ասեմ հայերեն, չգիտեմ, неоднозначно ոչ միանշանակ Այո, այդտենց ոչ միանշանակ, այդ կոնկուրսը մի քիչ փոխվել է իր ստանդարտները ինքներդ տեսնում եք ու չգիտես ուզում ենք գնանք շոու ցույց տանք որտեղ տենում եք շոուя մեկ էլ մարզումա չէ այդ էլ չանցավ բայց նույն կներեք Հայկոն երգել է Հայկոյի կարող անգլերեն իր համար նենց շատ մոտ չէր բայց Հայկո էր այո ձեռագիր էր ոչ այո ու վատ չի եղել իր պոզիցիան նույն Արամ Պետրին խաղում չեք նայում Արամ Պետրին վոկալիստ չէ որպես արտիստ որպես փայլուն աշխատանք էլի մակարդակ էլի ուզում ասեմ նորմալ հորիզոնական են ու եւ Ռիվսի մասնակցությունը Արմեն Մարտիրոսյան որ գրել էր ինչ որ երգ կան ինչ որ թեկուս մի հատ Չիվան Գասպարյանի հետ այդտեղ լինել է այդ տանդեմը շատ то есть մենք չենք վատ պոզիցիաները Անդրեն ու ինչի առաջինը ինքը գնաց այո իդեպ այս տարի 20-րդ տարին է որ Հայաստանը մասնակցում է ու Անդրեն տեսա մի քանի օր առաջ տեղադրել էր իր երգի արդեն նոր տարբերակը ավելի մեղեդային մելոդիկ տեսակով չգիտեմ օրինակ այս տարի էլ գնացել էր Սիմոնը ես իրան տեսել եմ մի տեղ ակումբում ու դե զգացի ասում եմ այս տղան հաստատ կարող է եղել որովհետև տեսնում ոնց է շարժում շատ լավ
ասում հաստատ կարող է հետո եղել, հետո է սկսել երգել, ասեն հա տենց էլ կա ու շատ դուրս եկել էր իր էներգետիկան, ասում այսպես էներգետիկա պետքա լինի, էլի ինձ թվում է մի քիչ պետքա երգի վրա լինի, որտեվ էներգետիկան օքեյ է, բայց երգն էլ պետք է все-таки լրիվ չսենց դառնա էլի մեքենա վիճակ, որտեվ մենք ունենք դրա օրինակը վառ Ռոզալինայի այդ երգը, ինքը այտենց հորիզոնական չվերսում, բայց ամբողջ օրվա լսում էին իր գրված երգը։ Քիչ однозначно ու պոլիտիզիրованный շատ մենք ենք հասկանում, ամեն տարի էլ ավելի։ Մի քիչ սենց չգիտես, կամ պետք է գնաս, որ սենց всё, գնում եմ ուզում եմ վառ ներկայացնեմ իմ երկիրը, որովհետև վոկալիստ որպես ասենք Խանագյանը Սևակ շատ հզոր, բայց երգը ինչ կապ ունի Եվրոպայի հետ, ոչ մի, то есть ինչ կամի, ես ներվանյաս ասում եմ, գիտեմ էլ իր հնարավորությունները, սեն թե իր խարիզման կարծին, բայց այդ երգը ոչե Եվրոպացին ոնց կարա դա զգալ, ինքն է չէ քվեարկում, մենք չենք քվեարկում, քիչ տենց էլի, ու եթե ճիշտ ասած այդքան ոչ փոքր ֆինանսներ են ծախսում, ոչ մի ամոթ բան չկա, եթե զգում են, որ չկա, դիմեն իրոք դրսի կոմպոզիտորներին, այ օգտվելով պրոդյուսերներին, կոմպոզիտորներին, որովհետև ոնց է գալիս շվեդը ու երկու անգամ կրում իրար հետևից, всё։ Այդ սաղ մի կողմ, ես այս կոնկուրսները, որ այս թեման մի քիչ փակենք, շատ անգամ եմ համոզվել, որ առաջի տեղ գրավողները, բայց իրանց ոչ մեկ չի հիշում, կա այտենց շատ դեպքեր, ոչ իրանց երգը, ոչ իրանց առաջի տեղ բռնելը։ Շատ անգամ են երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը, մեկ հետ են, մեզ իրանք ավելի, հա, որովհետև այսօր, որ ես ես հարցնեմ կարակ, ասեք Եվրովիժնի, ասենք շատերին չեն մատերի ձեռքերի վրա, չգիտեմ, կասեք անում, չկան, կարիերան երաշտական էլի, մի հատ կոնկուրսով հետո ինչ ես անում էլի, եթե երաժիշտ ես, ուրեմն կշարունակես։ Խոսեցինք մրցույթներից, բայց կրկին այսօր այս հարցազրույցի ընթացքում փորձելու ենք բացահայտել երգչուհի Սոնայի մարդ-տեսակը, դժվարությունները, ապրումները ու ձեր թույլտվությամբ կրկին գալու ենք անձնականին։ Եկավ կյանքի մի շրջափուլ, երբ հենց գործունեության ակտիվ փուլում, երբ աշխատում էիք օրկեստրում, բենդում, ծանոթացաք ձեր ապագա, այսօր արդեն նաև նախկին ամուսնու հետ։ Ինչպես տեղի ունեցավ ձեր ծանոթությունը։ Այդ այնքան շուտ էր, դե մենք տեսնվել ենք իհարկե տարբեր այդ կավայանի ժամանակ, մի տարի, երկու տարի, то есть տենց օբշի ծանոթներ, մեր մոտիկներ, տենց հետո անց տարիներ, տենց ստացվեց, որ ոնց են ասում հայերեն համակրել, բան տենց, ու իսկ ես գիտեինք, որ ընտանիք ամուսնու երեխա ընտանիք ունե, հետո իմացա, որ արդեն համարյա մի տարուց ավելի երկու տարի բաժանված, զարմացա, որովհետև ինձ համար այդ տաբու է, եթե մարդ ամուսնացած ընտանիք, անհնար է դա, ու շատերին էլ միշտ ասել եմ չի կարելի մի մտեք ճիշտ մեծական սենսով, որտեղ դա սխալ է, հետո իմացա, որտեղ ասեցի ոնց քո երեխաները, ասեց ցավոք սրտի բաժանվել եմ, դեռ 1 տարի էր անգել, այստեղ չեն ապրում Մոսկվայում, տեղափոխվել են Երևան, տենց ու տենց քիչ բան, հետո արդեն ծնողները իրական ծանոթացանք ու հետո այդ օֆիցիալ սաքս բաները ասեց
եկեղեցի բանման, ասեցի չէ, որտեղ ես ինքս կնքված չէ դեռ։ Oficial տենց բաներ չեմ ուզում, որ բաժվեմ ու վիդեմ սենց։ Որովհետև երաժշտությունը բան իմ համար բեմը կարևոր էր ու ստացվեց այդ պիրուտ ես ոնց որ էլի չի երկեցի այդ բենդը բերելուց Արմեն Մարտիրոսյանի հետ այդ ամեն ինչը վերականգնելու իհարկե շատ օգնեց ինքը որպես սպոնսոր, այո, եւ այդ ամեն ինչը ուներ ստատուս պետական, բայց ոչ մի ֆինանսական, ոչ մի պատճառ կա պետությունից ու կար անուն մենակ ու Կոնստանտին Ագավարոնիչը նույն ասեց ինչ տա այդ պետք սովետի թիվը չի, գումարներ չեն տալիս, օրկեստր խումբ պահելն արդեն շատ մեծ ֆինանսներ, իստեղ շատ մեծ բենդա ոնց ա լինելու, ասում մայստրո ջան, ինքը ասեց ինձ սպանեց քոթված, я за идею, բենդը պետք է գա Հայաստան, возродиться պետք է լինի անպայման։ Ու Արմեն Մարտիրոսյանը այդ վաղ ստատուսով ինքը դիրիժոր, բայց ինքն էլ էր հիասթափվել, թող եկել էր Մոսկվա, գործերանում մի հատ ռուսկի խումբի համար, ինքն էր հիասթափվել, ճիշտն ասած, որտեվ ինտուզիազմով 6 ամսից ավել, 6 ամիս մոտ տենց պարապել են, հավաքել են այդ բոլորին, երիտասարդ երաժիշտներին, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք պետք է պրոստը ցույց տանք ինչին ենք մենք ունակ, որ մեզ պետությունը ֆինանսավորելու է, որտեվ ինքը արդեն օֆիցիալ դառել էր Կոնստանտին Ագավարոնիչից հետո օֆիցիալ դիրիժոր Գոսուդարստվեննայ օրկեստրա։ Ինձ բերել է Արմենը հենց Օրբելյանի մոտ Մոսկվայում իրանց տուն, ինքը իր զարմիկի տունը, որը էլի Կոնստանտին Օրբելյան, Կամերնի մեր ասենք ես հենց որ չէի հավատում, որ ես իրան հիմա տեսնելու եմ սենց կենթանի, սենց Օրբելյանին եմ տեսնելու, դա ոչ է իմ համար լեգենդար։ Հա, սենց բայց ես իմ ձայնասկավառակը Արմենը տվել էր իրան միջև այդ ու ասել էր հլիկա ես հա բեր տեսնեմ բանտած ու ես որ եկա ինքը ասեց դարագայը на концерт Ջո Կոկերով вместе пойдем պետքա սովորես ռուսերեն երգել դե արի ռայալին մոտիկ ասում եմ բայց ոնց մայստրո ջան պիտի մաքսիմալ այդ ոնց անեն sense կոնկուրս է սխմում միցե որ այդ ախրի բացան մաքսիմալ վերացնենք, հետո ստուդիայում էլ որ միցև մաքրեն, որտև ռուսերի մեջ չգիտես ինչի, լավ չի ռուսերեն այդ երգերը, որովհետև այն սոնան, որ 17 տարեկանում ուզում էր երգ, սոն համար գրեց Կոնստանտին Օրբելյանը, երկու հատ երգ, որի մեկը для двоих սենց մեր ասում են Ռամաշկի լուվի, հետագայում որ տվեցի մի տարի անց 2 դաշը 95 թվականին արվե, Արմեն արեց արանժировкան, գործիքավորումը և Միր для двоих և Ռամաշկի են ասում, սենց են հիշա Ռամաշկի, բայց այդ կոչվում է Միր для двоих և մյուս երգը ոնց էր вообще երկու նազվաներ ի սկզբանե գրել են «Принеси мне цветок», բայց բարձրացամ ինքը ձայնասկավառակում փոխել է все-таки ու ինքն էլ ինձ տարավ Ռիմա Կազակովայի մոտ, ռուսկի պոետեսայի մոտ, որ այդ տեքստերը գրվի։ Իհարկե դա մեծ ֆինանսներ էր։ Այն Արմենի ասած Նադիա Սարգսյան Լուսավորվի դորեմի էր այդ վաղտ ինչ-որ ստեղ գնում, ասում է, սանգում Օրբելյան, ասում է, այդ Ռամաշկի լուվին, ասում է, իմ կոնկուրսանտներից մեկը երգի, Օրբելյան ասում է, այդ է սոն решает, ասում է, սոն решает, դե իրանց վաղտով չէ, իրանք երգել են երգել, սանգում Արմեն Մարտիրոսյան, դե Արմենն արի արանժировка, ասում է, հա, սոնանում, որոշում, որովհետև լրիվ ուրիշ պայմանագրեր ունենք, ու Արմեն կատածում է 3 ժիգոլու փողա 3 ժիգոլու փողա տվածվե այդ երկու երգի համար բայց դե մայստրոին
այդ մի ֆրազան եմ ասել մայստրո Յազայիզի պետքա բենդը գա դուք էլ ես ամենաերջանիկն եմ որ անձամբ ինձ համար երկրեք հետո հետագայում ձայնասկավառակ ուղարկեց իհարկե բարձանում ես որ ձայնասկավառակում կա Ալլա Բորիսովնա 100 часов счастья չնայած եւ Վերնայուս Բաշարնա երկե կոնկուրսը ու կասոնա այդ երկու երկերը ձայնասկավառակը այդ մեծ պրակտիկա օպիտ այդ փողով չես կարող առնես աշխատել նույն Արմեն Մարտիրոսյանի հետ 2 տարի ամենասწոր առօրյա դասից մինչև 2-ը, քանի որ ստատուս ուներ, համալիրում էր, փորձերը մեր, բացի կիրակից աշխատել, ամենասწոր տենց, հետո գնալ առանձին ռեպերտուար ծրագիրի հետ վրա աշխատել, հետո առանձին գնում էին, ինձ տանում էին Արամի մեր բասիստի մամայի մոտ վոկալի, որը մեծոսոպրանո, խեղճ Արմեն ու Արամ ասում են մամա ջան Սոնան չի կարող դառնա օպերնի երգչուհին դու ինչ ես ուզում ասում էր դուրը փակեք դուսեք ես Սոնային նենց բան եմ տալու դա ձայնի հետ չի կապված ես շատ լավ գիտեմ ինձ եք սովորացնում իտալիանская շկոլա էր իր մոտ բան ինքը ես տվեց այդ դիխանյա այդ շատ ու իհարկե իմ լող պարապելը 8 տարի է որ ասում են այդ որտեղից այդ մաշը ավելի շատ այդ դիխանյա դա մեկը ինձ պետք եղավ լողը պարապել որտեվ ուրիշ ձևա դիաֆրագման թոքեր աշխատում իհարկե երբ որ եկավ այդ պերիոդը որը սկսվեց դժվարություններ իմ նախկին ամուսնու մոտ տենց ասեց պետք էլ չենք կարող մենք հետ ենք գնում Մոսկվա ես էլ ֆինանսապես էլ ինչքան կարելի է 2 տարի դե ամեն ամիս պետք է 10 աշխատա վարձապի պիտրա կոստյումը պարտիտուրա այդ սաղ ֆինանսներ ու իր մոտ գործնական ուստեղ խնդիրներ առաջացան իհարկե ես որպես մարդ չէի կարող ասեի դե լավ դե գնա ես մնում եմ չնայած հասկանում էի ինչ է իմ դեմոնստրած օրկեստրը թե անձնական այդ ընտրությունը իհարկե հա եւ որ Արմենն էլ դե ինձ համար երգեր գրեց ոչ մի հատ մի 3 հատ որից մեկը The Land Beyond the Hills բայց հայերեն ասում են Desperation տարնեն այդ շատ հզոր գործեր է հիմա համերներում մենք կատարում ենք այդ ասեց Սոնա լավ մտածի դու չես կարող ոնց երաշտության մի արա այդ քայլը պետք չի թողել օրկեստրը ու գնան ես պրոստո ասեցի Արմեն այդ անհնար է որովհետև եթե չլիներ այս մարդը ոնց է այդ ամեն ինչը լինելու ինքն է ժամանակին մեզ օգնել որ այս ամեն ինչը կայանա որովհետև այդ դեպքում որպես солист государственного оркестра Возрожденный իհարկե արդեն չեղավ խնդիրներ իմ երգել կամ չի երգելու մասին որտեղ միջև այդ կներես դույով հա ասեն չէ դու պրոբլեմ չունես դու կարաս երգես բայց նու պրիմոյ չարվի բայց ամեն չարվի որ դու չերգես նու տենց կա չէ սխեմաներ ձևեր երևի դե հիմա այդ խելքը չկար հասկանում եմ որ մեկա որովհետև ասում եմ կարամ գնամ Արտուրենց հետ այնտեղ երգեմ ես չհասկանում չէ պետք չի ինչի համար պետք բայց որ հարցնում եմ դու դեմ ես երգելու չէ ես դեմ չեմ ոնց որ որ прямой это конечно շատ хитрый да ուղիղ չէ դրա համար որ օրկեստրի բան էր որ Արմենը եկավ Մոսկվա եկավ մեր տուն բան Արաքսիային իմ ուշերան ասել էր Սոնչիկը ինչ անում Արաքսիան ասել էր ոչ մի ոնց որտեղ է ասում էլ չի երգում ոնց չի երգում հա տենց չի երգում բա ինչ անում շուն կատու է ասում բա ու Արաքսիան զանգեց ասեց մենք ստուդիայում ենք ու Կուպնիկի Արքադի ինքը ռուսկի խմբերի համար եկել էր անժրով էլի հաստատված այդտեղ ես եկա ստուդիա մեր մոտիկ էր տանը Օլիմպիիսկի ինքն էլ բացարձակ ռուսական է ախր Արմեն շատ եւ որ ոտից գլուխը երաժիշտ էլ են որ
երաշտության մեջ մարդը ու այդ մակարդակի շատ բարձր մակարդակի երաժիշտ ու որ sense իրան զանգել են ասում են արմ ինչ ես անում լավ ատեղ ասում են ըստ ինչ որ մի հատ ուկուպնիկ կա դե իր ստուդիայում մենք ասենք մեռնում ենք ցիցաղից ասում են ինչ որ ասում են մարդուն դեն ասում են ես եկել եմ նու Բարզա, նորմալ ֆինանսեն առաջարկել, որը вообще Երևանում, եմ ասում են նիսնիլս, բայց այդ մարդը որ թքած, всё, раз уж տենց, որտեվ իրանք պարապել են այդ ինտուզիազմի վրա, հետո եկել են միստերством, ասել են տեսակ համերգ եղավ, կայացավ, հզոր, Օրբելյանին էլ էին հրավիրել, թե սենսացիա բան, ասել են կներեք ֆինանս չկա։ Դու ինքը դրա համար սենց Ռահա ընկերը չեր թողես ստորագրեր, ասել էր սա ստորագրում եմ, ինչ սա բա այդ ստատուսի ոնց, ասել էր Արմեն գնա մի քիչ պաուզա տուր ոնց որ, ամել քեզ ինչքան վաղ ուզում են այդ խումբը, որ դու արանժովկաներ անես։ Ես հասկանում եմ, որ դուք չեք ուզում խոսել անձնականից, ու տանում եք ամեն ինչ դեպի արվեստը։ Որովհետև, չգիտեմ, բաժանումից հետո եկավ դժվարին օրեր։ Նույնիսկ անկանխատեսելի ու չմտածված քայլեր, որի մասին այսօր չեմ խոսելու, որովհետև յուրաքանչյուր անգամ խոսել այդ մասին ու ցավեցնել դիմացինին, այդքան էլ ճիշտ, կոռեկտ ու հաճելի չէ, բայց այսօր արդեն տարիների հեռվից նայելով զղջում կա։ Զղջումը դե հա իհարկե։ Այսօր զղջում եք, որ ամուսնալուծվել եք։ Չէ, այդ քայլի համար որ ասում եք զղջում, որովհետև այդ որ ասում եմ ոնց ես չգիտեմ հայերեն որ ասում պամուտնենյա, որովհետև ես իմ պրինցիպները երևի գենետիկ ա գնում առաջնահերթ գենետիկ ինչի եմ ասում, որովհետև դու հասկանում ես, որ մարդը պետք է լինի անկեղծ, մարդը պետք է լինի սպրավիդլիվի ու շատ անգամ ես իմ կյանքի ընթացքում հասկացել եմ կամ Սոնային շատ սիրում են այս սենսը որ ասում են մեր ընտանիքին է ոնց որ ուզում ես իրանց տնից եմ էլի որովհետև նենց ամիջական են ու ասում են ախր Սոնա ջան սենց ու կա որ вообще սենց ոչ մի կերպ Սոնային խուսափում են որովհետև չի կարա լինի Սոնան կեղծ այդ անհնար է որտեվ էդի չգիտեմ էդի ինձ թվում է դասիրակությունից էլ ընտանիքից էլ գենետիկայից էլ այդ քո խիղճից էլ այդ սա կապ ամեն ինչ կապ ունի իհարկե ես եթե ես խելքի ունենայի ես տենց հիմար քայլի չի դեմ պրոստը այդ ռոպեին ես հասկացա որ էլ չգիտես էլի ինչին հավատաս ում հավատաս ինչա սենց որ դու այդ չես պատկերացրել եթե դու տենց չես ուրեմն քո հետ էլ տես չեն կարա անեն այդ որ ասում են не справедливо այդ որ ասում է մի անգամից հարց է ասում է ինչն է ձեր համար էլի ամենաահավորը ասում են предательство բառին բուն իմաստով այդ բառը предательство ես չգիտեմ հայերեն այդ հայերեն էլ է չէ տենց հնչում դավաճան այնպես խափել չի էլի դավաճան այնց предатель ասում են բայց ինչա ձեր համար предательством ասես մի պասը ասում կներեք ասում է это когда тебе плюют в душу точка то есть даже sense ստից բաների մեջ չէ ես տենց բաներին չեմ էլ բանտեղ այլ գլոբալ երբ որ դու կանգնես ժամանակին դու ընտրել ես այլ ճանապարհ որ մարդը հասկանում ես խնդրի մեջ է ու ինքը կործանվելու է ու վատա ու իր կողքի այդ սա բրատջանները չկան դու էլ ձեռդ քաշում ես չգիտես ինչ կարա լինի որտեվ մարդու մի քիչ հասկանալով հասկանում ես որ մի քիչ նորմալ չի փսիխիկան արդեն ու դու անում ես այդ գլոբալ քայլը որ չէ որ եթե բայց այս մարդու օգնությունը չներ ձեռք մեկնելը չներ ու ցանկությունը չներ այս ամեն ինչը չէր լինի Արմեն ջան դրա համար մենք տենց ռաստացել ենք որովհետև Արմենին ասաց կարող եմ ես ունետ 5 րոպե խոսամ առանձին նույն ամուսինը ասաց ինչի այդտեղ խոսա ասաց չէ դուք շատ իրա վրա ազդում եք ազդեցություն ունեք
ասեցի չէ 5 րոպե որտեվ դեք վախ կար որտեվ ես կարողա ֆրամ ասում չէ ես ոնց կարամ 2 տարի ես այսքան բան եմ արել 3 հատ արդեն sense մեծ համերգ եմ մեն համերգներ տվել 4 հատ ես ոնց կարող եմ հիմա այսա էլի զրոյացնեմ փջել այս ամեն ինչը ասեմ դե լավ всё գնացինք էլի в никуда բայց իմ այդ եմ ասում այդ մարդկային երևի այդ գենա էլի որ մեջը չի չթողեց ես այդ անեմ այդ քայլը միգուցե մյուսը մարդը ասել չէ ոնց թե ես արկեսի սալիսն եմ вообще-то одну секундочку 2 տարի ես չանք եմ տաղում ես ամեն ինչ պետք է ես սաղելի թքեմ ու նորից վերադառնում նորից Մոսկվա ու նորից էշշ կներեք շունկատու խաղացնենք Սոնա դուք որտեղ լինում եք լցնում եք ձեր ներկայությամբ դուք կենսուրախ կենսախինդ իզուր չէ որ բոլորը ներկայացնում են женщина огонь ինչ կատարվեց երբ այդ կենսախինդ մարդը որոշեց գնալ ինքնամեկուսացման ու առհասարակ ուր էիք գնացել տուն всё տուն ապրում sense հասկանում եմ որ չեք շփվում ոչ մեկի հետ դե համարյա չէ ես միշտ շփվել եմ Արաքսիայի հետ Մուշելյան որտեվ իրա քույրիկը ես մի մանկապարտեզի խմբից էինք ինքը ինձ համար ուրիշ մի քիչ մակարդակի մարդ ու միայն իմ հարազատներ քույրերիս տենց մամաս պապաս տենց ու հասկանում եմ որ օքեյ էս սաղ լավա սաղ դզվեց ամեն ինչ լավացավ բայց հասկանում ես որ всё լիմիտ էլի ուժը Արմենի խոսքերը որ ասում են լուբոյ ժամանակ դու գաս փորձի տեղը գիտես կանգնես միկրոֆոնի առաջ ես ոչ մի հարց չեմ տալու պրոստը իմացի դա ու ես հասկանում եմ իրանք գնում են գաստրոլների ես էլի ինչ որ ու ասեց դու չես կարող առանց բեմ առանց երաժշտության դու խեղդվելու ես ու իրոք այդ բառը հիշել մնա իսկական sense այն որ ոնց որ կիսլարոդ չկա օդ չկա ոչ ման էլ ինձ չէր ողացնում ոչ մի բան որքան ժամանակ մնացիք տենց մեկուսացած 5 տվի վերջը ну աշնանը всё ես տոպ եմ սարել որտեվ կարող է ինչ որ թվերի իմ մոտ ինչ որ հարցազրույցում լինի, բայց 2006 թվին մտել է իմ երգը «Всё пройдет» ինիվերնյոցը, որը մազանակի սենց հետ, նու Ավրահամներ եմ խոսել, որ ռուսերեն մեզ տան լիցենզիա, նու իրավունքը, որովհետև առանց դրա իդեպ էլի հնարավորությունը ասել կամերան ժողովրդյան, եթե դա լիներ պլագիատство, դու չէիր կարող անել տեսահոլովակ, դնել YouTube, որը նկարել է Ալան Բադոևը Կիևում ու իմ կյանքն եմ ես երգել դրա համար այդ տենց ինքը շատ ուժեղ արձագանք ունեցավ, պրոստը այն վաղ այդ ինտերնետ հարտակ տենց չկար, այդ ռազվիտի չկար համարա, նոր էր այդ ամեն ինչը, բայց 2005 թվականին դա նկարվել է, 6-ին, կարծեմ փետրվարին մտել է եթեր Մուստվ, ռոսիյսկի կանալ, իհարկե ես լսում եմ Երևանում, որ ասում են, այս ինչ էս սոնանա, չենք հավատում, մենակ ձենից ենք զգում, որ այդ ինքն է, ոչ ման ոնց որ սոնան չի, ես այդ ինձ զանգում են ամեն ասում են սոն ինչ է էլի կատարվում, ասում են ոչ մի բան, նո ես շատ նիհարել էի իհարկե, առաջինը էդ էր, հələ մի քանի անգամ էլ ասեցի, բայց ես չգիտեի, որ տենց ուրոդ եմ, որ 700 պլաստիկ օպերացիա եմ արել, որովհետև մինչև այդ գնացինք քիտս արեցինք, շատ անհաջող արեցին, ավելի վատացա, вообще չէի շնչում, հետո արդեն դիմել ենք Արտուր Վլադիմիրովիչին, որ ինքը 2 անգամ դասել է, որ արագի մեջ չէր կարելի տենց հարցեր էլի ռազել ու գնալ անել սխալ քայլեր իմ կողմից
Հետո արդեն ասեցի, չէ, ինքիդ են արև, վсё, ու ես շատ նիհարել եմ, բայց այդ իմ երգն է, էդի իմանալով Բղթիևը գրել է իմ անձնական կյանք, որովհետև հասկանալով ինչի ոնց ու իհարկե շատ պրոֆեսիոնալ Մաքս Սոլոտով, որը Պիտերից էր, բայց Մոսկվայում էր, այդ ամբողջ արանժировկաները եւ Սերգեյ Վարաբյովի հետ շատ պրոֆեսիոնալ մարդիկ ու սկսեցինք անել ալբոմ «Всё пройдет», որը կոչվում էր «Ձայնասկավառակը», «Всё пройдет»։ Երգն էլ եւ գնացինք Կիև, Ալան Բատոևն է, ինքն էլ հասկանում էր, որ ես լավ չեմ մարալնի, բայց ինչ որ sense ասում էր դու շատ ուժեղ ես, որտեվ ցավ էր զգում через կամերա, դե շատ ուժեղ պրոֆեսիոնալ Ալան Բատոևը, ասում էր զգում եմ ինչ որ բան է կատարվում, բայց իմ մոտիկները, իմ Սերժ Հարությունյանը, ասենք ստիլիստը իր կնոջ հետ մերի հետ եկել էին եւ որի օգնեն, որ պատժկանը չնայած Բադովը չէր թողում բացի իր թիմից մեկը գտնի, բայց մի երկու հատ այդ վաղ արդեն Սերժը խառնվեց, տեսա որ հետո ջիպսի իմանալու հետ ասեց դա пусть делает твой Серж, я понял кто он, ասենք բայց եկել էին մարալի իմ կողքն էին, որտեվ հասկանում են իմ հետ իրոք ինչ որ բան է կատարվում, վատ, даже սկորին է եկել, որտեվ Ալանը արդեն ստոպ տվեց, ասում է, սա կարող է ուշք գնա, զգում է, ու եկան սկորին ստորագրել եմ, թողել են գնացել են, ասել եմ կպրծնի սյոմքան կգամ, այդ հենց վատ եմ եղել, բայց ես չգիտեմ, մի հատ մեծ ուժ, մի հատ ամեն մարդ երևի ունի իր անգել-խրանիցիլը, հայերեն չգիտեմ ոնց անգել։ Պահպան հրեշտակ։ Դու ասես անգել-խրանիցիլ բոլոր ինձ թվում է ինձ կհասկանան, կա հասկացողությունը այդ քո նախնիներն են, ինչ ես դու вообще ուխի ես, որտեվ ճիշտ ասեցիք, հա, թողել գնացել եմ հրաժարվելով, հեռախոս, սոցսետ, ամեն ինչ вообще, ու որ լինի շատ բարդ, ոչ մի կոմֆորտ չլինի, ոչ մի կոմֆորտ, որ դու հասկանաս մի քիչ դու ով ես вообще, չունենալով այդ ոչ մի բանը, դու որպես լիչնեստ ով ես, շատ կարևոր է, եթե գալիս է այդ խաոսը քո մեջ, դու հասկանում ես, որ այդ սաղ անտուրաժ պրոստը ինչ որ կոնֆետի էլի, բլոստկեկ, բայց փոքրուց զգացել եմ, որ ես տարբերվում եմ։ Ես ճիշտ եմ հասկանում, դուք ձեզ ցավեցնում էիք, որպեսզի ձեր ցավը մեղմեիք։ Ֆիզիկապես ցավը չի կարող հասնի մորալնի ցավին, դրա համար միգուցե այդ հենց ֆիզիկապես ցավ ինձ տալով ես կարողանում եմ մորալնի ցավը ճնշել։ Հա, որ դուրս գամ այդտեղից, այդ որ պատմել եմ երևի այդ որ sense ինչ որ իմպլանտ դրեցին, որը հենց աչքերս բացել եմ, ասում եմ, չէ, դա իմ հետ կապ չունի, ինառոդնի մարմինի հետ ու գնաց Սարաժանյա։ Այդ դուրսներ, հա, ինձ հազիվ են փրկե, որտեղ այդ իմպլանտի իմ հետ վժիվացը չեղավ։ Դունչը հետո չնայած բակեն ասում, բայց вообще խի արեցինք, որտեղ ինքը որ ինձ տեսավ, դե այդ որնի հարել է, այս սկուլաները իմ տատիկս, մամայիս մաման շատ մեծ բուրյացի սկուլաներով, կանաչ աչքերով է։ Кстати, The Voice-ի վաղտ ինքը մահացավ, ասում էր, այդ ձեր սկուլան է, это ваши скулы, ասում եմ, да, у меня бабушка так, չի կարող պատի, ասում եմ, էդի չի դրած, ասում եմ, չէ, ասեց, տեղից էլի, պրոստը սենց անկապ է, որ ասում եմ, պետք է մի քիչ դունչ է երկարացնենք, այդ вообще կլինի բոմբա, որ հիմա նայում եմ, հա, ճիշտ է, Ալանը մի քիչ դեցքել է կադրով, բայց մեկը ես, սես նա ասում, այդ վաղտ, որովհետև ես իմ ուղեղը մի քիչ, չգիտես, ուդարից երևի, морально, психологически, որ դու ոնց որ դու չլինես, ասում եմ, դա давайте сделаем, անկապ։ Դե ինչի, հետո даже հիմա, որ ասում են, գիտեք, հույների, ասեք նույն ջհուդների,
իրանց հետ շատ վատ է ինառոդնի մարմինները, իմպլանտները փշիցելու, բայց ես հետո որ անցավ պիրուտ ասում եմ չէ, կարող է որ մարդ մорալնի ուրիշ վիճակում լինի, ոչ մի տես խնդիր չլինի։ Չէ որ պսիխոլոգիչի վիճակը դեռ պետք է նորմալ լինի, կարող ապտարժենիա գնում է, որտեղ քո ներքին աշխարհը մեջը վայնա բանը, հա, չկա այդ գարմոնիա, դիսկարմոնիա ամեն ինչում։ Ես вообще ու տես այդ ամեն ինչը դրան բերեց, այս ամեն ինչ պրոստը չի, որ դոմ գլխի տվին, ասին ինչ ես դու ուզում քո դեմքից մեր բակը մի հատ նայ նորմալ, հա կարող է մի քիչ, բայց էլի հայկական քիչ եղե, բայց մի հատ նայ, այն վաղ չեղե ոչ մի մարդ ճպցնել, չգիտես կներես, երկարացնել բան, քո բնական, սաղ բնական ունքերից է, ինչ ես դու քեզ տերորիզիրovat անում, ինչի դու պետք է տենց քեզ չսիրես, վայ ինչի այն մոտ պեպեներ, մարդկանց մոտ չկա պեպեն, ուրեմն ես անկապնեմ, ինչի սենց, ինչի ասենց, այդ խելքը չկա, իրես մի վարկյանում Իրինը պանրոսկա այդ ծովում, տեսնում եմ գնում լողանում եմ, ֆազերով գալիս եմ, շորը հագնում եմ, սենց կասինքով բանում, աջալով ծածկում եմ ու այդ նավեսի տակ ասում եմ, а что ты делаешь, ինքն պարկած, սա որ արևի տակ, սա կանապուշկա է, весь уже չէ, կանապուշկա, տեղ չկա, նա точка, ասում եմ, нельзя, ասում եմ, что нельзя, ասում եմ, не солнце нельзя, ասում եմ, как нельзя, а кто это сказал, ասում եմ, моя мама. Я должна всегда скрываться от солнца. Поэтому я плаваю, ну, потому что люблю плавать. И иду, все, навес и так. Ասաց, набери ей телефон, дай մամի։ 5 րոպե խոսալով իմ մամայիս հետ, ինը պանրոսկան, իմ կոմպլեքսը հանել է, որ ես 9 տարի եմ դեսովորը դպրոցում, 8-ից չեմ գնաց ինին, ասենք բալետ կրեմեր էի քսում ամ, որ միջև ծածկ եմ, էլի, ասում եմ, ցանկից ասեց Аллочка, да, вас зовут, асма, знаете, это Ира Панова, значит, я вся в конопушках, я хочу вам сказать, что она поцелована Богом. Вы зачем это сделали, что у человека такое отношение? Это խոսեցին, դες բան մամաս ասում է դե մեզ էլ էլ դենց երեխուն պահի արև շուրսեն ու ես որ մյուս օրվանից ես ու արևը որ այդ մարդը просто 5 րոպեվա մեջ ինձ ասեց ты зацелована Богом Соня никогда մի կոմպլեքսավորվի, մի այդ քո ինդիվիդումն է, դու քո այդ ձայնը, քո այդ պեպեները, չես մտածել, որ դու չես կարա բոլորի պես, ու ասած քեզ շատ սիրում է, այդ մի 5 րոպեն շատ իմ վրա հետագայում կյանքում ասեց, այդ կոմպլեքսն էլ դուրս եկավ էլի, որ հիմա ես սենց եմ, դա դուրն է չի գալի, մի նայեք, այդ շատ կարևոր է կողքի մարդը, որ կարողանա քեզ գտնի այդ խոսքերը, նամանավանդ եթե դու մի քիչ մեղմասելով էմոցիոնալնի творческий անձնավորություն ես ես too much եմ որ sense papas ոնց մի օր ասում եմ ես կուզեի պուլտով լինեի ես sense ասում եմ տելևիզորի դեմով ասի պապ էդի մեծ ասում հա շատ կուզեի papas մենքերի դե մի հատ play stop-ը sense որ քեզ անջատեինք որովհետև ամենտեղ ինձ մանկապարտեզից դեռ բողոքում են, որ ես երեխեն մի վարքյան հանգիստ չի մնում, իր էներգիան, ես ինչա, ինձ չէին քնասում, որովհետև ես համերգ էի տալի դասերակցությունների համար, հոգի լուսավորիմ տատիկս ես ժողր բաժներ դե գոմաներ ընդից են ստանում, ման չէին կարա, իրանք տորցիկ բան էին, ես իրանց համար երգում էի, համել Իտալի ու ինձ չէին քնացնում, որտեղ այդ անհնար է, որ համել չխանգարեին, որ երեխեքը քնեն, հա, տենց դպրոցում են, ինձ շատ ակտիվ եմ եղել, չես կարող իսցինայից փախնես, որտեղ դու հասկանում ես, որ դու ռոճի ունես ամեն ինչ, բայց դու երջանիկ չես, ստեղ դրա համար դի սկաս շոտքի ճիշտ ասեմ, ավետը որ գրել էր Արամ երկեզ, ասում եմ չեմ դարել էլ սնվել եմ երաժիշտ, այդ
ինչ էլ փորձես անես ուրիշ բան չի լինելու, եթե դու истинный музыкант ես внутри։ Այդ внутри մուզիկանտը որքան էլ դիմացի աչքով երևում է շատ ուժեղ, շատ ամուր, բայց այնուամենայնիվ փխրուն էակ է ու ինձ հետաքրքիր է, հա, երբ մենակ ես, որն է քո մտածմունքը, ինչի մասին ես մտածում։ Դու նշեցիր ունես ամեն ինչ, բայց ներքուստ երջանիկ չես։ Չէ, այդ վաղտ, որ ես էլի գնացի օրկեստրից ու հասկացա, որ ամեն ինչ ունեմ, բայց կա, ասում ես ոնց շատ ասում եմ, ասում եմ սիրեք եղեք սիրված, այդ շատ կարևոր է, որովհետև յուրաքանչյուրս ունենք դրա կարիքը, որովհետև երբ որ շատ մարդիկ ասում են կարևոր է որ դու սիրես, օքեյ, բայց դա չի կարող լինի երկար ու միակողմանի, ես համաձայն չեմ, որ կանչ ասում են մեր սերը երկուսից էլ գերիքի, երբ որ դու սիրում ես, երբ որ դու սիրված ես, երբ որ դու զգում ես, դու չեմ վախենում այդ խոսքը, որ անցնում ես փողոցով ու դու հասկանում ես մեծ փոքր sense նենց ջերմությունը, այդ սերը, այդ հարգանքն ես զգում, ինչու ասում ես это круто, Иосиф, это круто, որ դու, это правда круто, դաղլերենը չէ, cool, но круто, որովհետև դու հասկանում ես, որ կեղծ չեն, այդ չեն անում սենսիվություն, որովհետև, ну, արդեն կարող ես տարբերել այդ կեղծ անկեղծը, ու դու հասկանում ես, չէ, ուրեմն ինչ-որ чего-то стоишь, կարող է բոլորի նման չի իմ կյանքը ստանդարտ, որ լինի ընտանիք, երեխեք, սենց, բայց ես շատ բարձրանում եմ, որովհետև իմ քույրերս բոլորը նենց արել են, որ իմ ավտորիտետը սենց կարող եմ ասել, ու այդ տենց հա, որպես առաջին թոր, սենց երեխա տանը, որ 19-ած զարմիկ զարմուհի ունեմ, ու մարտի 27-ին էլ արդեն առաջի պլիմենցաս ունեցավ տղա, որի մասին դեռ համացանց չեմ տեղադրել, որտեղ ասում էի հլվշան չեմ ուզում, որտեղ պորտնել եմ ես կտրել, ես եմ եղել այդ ամենչին, քույրս ստեղ չեն, երկրում չէ, ու ամուսինը, դրա համար այդ մեծատ, այդ իրան 4 երեխա ունեն, մեծն ու իրանից հասկսել 2000 թվականի ծնունդա Էլենեին, ու տենց Էլենն ու Հայկը արեցին տենց, քույրս զանգել ասում եմ, դու հասկանում ես, որ դու դառար բաբուլ, ասում եմ բաբուլը դուք եք դառել, ես բաբուլ չեմ կարա դառնամ, это мой внучатый племянник, так из դուրս եկել, ասում չէ բաբուլ չէ, ոչ թե որ էդի վատա, բայց իմ քույրեր ասում բոլորից ես ինչ օրը գցեցիր մարդը 3-4 հատ բոլորս ունեցանք, որտեղ ես ասում եմ կարակ ռժատյան եք, ես տերեմ, մենակ ունեցեք, հետո ինձ մերսի կասեք, իհարկե դժվար է, իհարկե բոլորը տարբեր քաղաքներում են, Ավստրալիա, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, բայց մեծ տենց երեխեքով դաշը տենց չկա շաբաթ, որ իրենք զանգեն ասեն, մի հատ խոսած մորքուրի հետ ու առանց գոռալու, առանց սցենաս բարձրացնելու իրանց համար այդ շոկ է, ասում են, չեն կարող հասկանալ, սա գոր գրում ղժղժում ենք, միած խոսում ես, սաղանում են, ինչից է։ Ես շատ իրանց շնորհակալ եմ այդ ավտորիտետը, որ կա, ես ստացվում եմ, ասում եմ, դե լավ, մի բողոքեք, հիմա դե հիմա իրանք զգում են, դե չես կարող ջղայնանաս, ու ձեր նման ծվծվիկ ձեն չունեմ, ես նիզերով եմ խոսում, բայց շատ սենց հստակ, ինձ թվում է դա այդ հարգանքի ու ավտորիտետի այո հարցը, ես երջանիկ եմ, որ իրանք կան, ոչ ման ասում են դե արդեն մեծ ես երևի, երեխայի հետ կապված, այսօրվա օրով ոչ ման մեծ չի, ամեն ինչ հնարավոր է, Էդ էլ ասում եմ, ոնց պետք է լինի, տենց կլինի, որովհետև բոլորս չենք որ նույն գրքով կամ ստանդարտով կամ պրավիլաներով
Asma правила, для чего, чтобы их нарушать. Միշտ չգիտեմ չեմ կարող ասեմ իզգոյ, բայց միշտ զգացել եմ, որ ուրիշ ձև եմ մտածում, ուրիշ ձև տենց զգացել եմ օրինակ նույն Սերժը, ստիլիստը իմ, հա, որ Մոսկվա էր ապրում, հասկացա, ինքը вообще թատերական ավարտել է, զգացի ինքն էլ ստանդարտ չի, օй, որ համել, որ մի հատ տենց մարդ տենում ես, որը ուրիշ լևելի մեջ է, ուրիշ ձև է, տենց, որ ասում ես Աստված, բաց չթողաս, որովհետև այդ կարևոր է քո շրջապատը, ում դու շփվում ես, ով քեզ կընդունի, իսկապես ոնց դու կաս, թե անդադ կփորձեն քեզի փոխեն, անեն պատ ստանդարտ մտցնեն։ Թե ես շատ անգամ եղել որ իրոք զայրացած վիճակում ասել եմ, ես չեմ կարող լինեմ ստադը ոչ թե մեկին կապնելով, բայց էլ չգիտեի ոնց այդ իմ արտը հետվեմ, միգուցե դա կոպիտ է հնչում, բայց ես չեմ կարող լինեմ սերի, սենց մասա, ես չեմ կարող տենց թողի ասում են, բայց չի կարելի, կամ եղել է սենց այնպես մեկ ասեց Սոնջան, բայց այդ դարը մի քիչ անցել է, մի քիչ պետք է ուրիշ ձև մտածես, մի քիչ կապիկությունն է պետք սովորել, բան, ասի Вообще-то ես ցուլ եմ, չգիտեմ ոնց ասի, ես ցուլ եմ, ինչ կոպիկ ասում, այ, մի ասա, please, չեմ կարող, էդի անհնար է, որովհետև իմ կոլեգաներից էլ ասել են, ասենք պետք է գումար աշխատել, ավելի մի քիչ կոմերցիի կողմ, ասում եմ, ես շատ դավոլնտիկ եկել եմ կոմերցիի կողմ, որովհետև ես հա ջազի երգելով, սովորելով, կրթություն ստանալով ես հասկացել եմ, որ չես կարող դրանով տենց գումար վասել, ես իտակ եկել եմ մի քիչ կոմերցիի կողմ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է որակը կորցնել, որտեղ ես տարբեր, ես չեմ կարող հիմա, որ ասում ասեն ձևական, ասեմ, գիտեք, ես մենակ ջազ եմ լսում, տենց բան չկա, ես ամեն ինչ եմ լսում, ամեն ինչ, բայց դա որակը, հարսանիքի տեղը ջազ չես պարում, հայկական է, բայց այդ պիտի լինի իրոք հայկական, ես տրամադրությանը ընդհանրապես, որ հարցեր ասել եմ, մուզիկա это душа Бога, որտև չկա բացատրություն, ինչ կարա մարդու հետ կատարվել, երաժշտությունը ինչ ազդեցություն կարա մարդու վրա թողնի։ Այն էլ Սոնայի տված երաժշտությունը, որը տարբերվող է, որը Դու կարող ես քո դուրը չգայես մի երգ, այդպես չի, նույնիսկ ասկավառակն է, որ համաշխարհային աստղերին նայում ես, մի ձայն ասկավառակում կարող է մի հատ, մաքսիմում երկու երգ լինի, որ քեզ կպնի ու դա է, հա, ոչ մի պրոբլեմ, մի անգամ ասում եմ, ես չեմ վախենում, այ Շաուլ ջան, ես ոնց ես ասեմ, խոմից ոսկի չեմ, որ սաղին սիրեն, մի անգամ էլ ասաց, ինչի, հանդկելը սանան ոսկի ասում, հա, լավ է, ասեմ, ես չեմ երբեք մտածել, նենց բան անեմ, որ ինձի սիրեն, այդ հաստատ չի ստացվելու, դու պրոստը լինես, ոնց դու կաղաս, ես մարդիկ կան, որ այդ կզգան, դաժե կարող չհասկանան, բայց զգան, որ այս դա քո տեսակը, դու ես էդ է, ու ես դրա համար ունեմ ընկերներ 35 տարի արդեն, որոնք գիտեք ոնց, իրանք շատ չեն, բայց իրանք երբևիցե ինձ չեն ուզենան փոխեն, կամ սկսեն նոտացիաներ կատարել, почему ты так сделал, Մոսկվայում ապրում, իդեպ ասում, բոլորը ջղայնացած են վրաս, որտեվ ասում են, բոլորից բերեցիր, Թիֆլիսից ունենք ապրող Սոչիից, Կիսլավոդսկից, ասում են, բոլորից բերեցիր դու, քո գալով Մոսկվա, մենք եկել ենք, ստեղ ենք ծանոթացել, ու ոնց որ որոշենք, որ մնում ենք, հիմա դու գնացել ես Երևան, ու մենք դժվար, դե բոլորը հասկանում են շատ այս իհարկե The Voice-ից հետո եղավ իմ որոշումը կարող է ինչ որ սենց քիչ-քիչ բայց
վերջնական, որ ես հիմա ստեղ պետք է լինեմ, այդ պատերազմից հետո։ Սոնա, հասանք ռանդևուի բլիցին։ Ոյ բլիցել ունեք։ Այո, ինչից եք վախենում։ Դե պետք է ասեմ, որ այդ առաջ մի անգամ չեմ ասել, շատ անգամ, որ հարազատներին առողջ լինեն, իրանց բան չլինի, մենակ այդ։ Ինչի համար եք զղջում։ Որ մի քիչ ես խելքը շուտ լիներ, էլ ես դատողությունը միգուցե ողջում քիչ շատ մամայից լսեի։ Մի անգամ եմ լսել, որ ասեց, եկա ասեցի մամ, խոսք եմ տալի, կանեմ ոնց է, ասեց մեկա չես անելու, հարցնում ես քո ձևով ես անում, ասի խոսք եմ տալի, այդ որ ասում եմ Первый կանալը, արդեն Первый կանալ, որ որպես մասնակից ինձ հրավիրեց The Voice, Голос России, ու հենց այդ վաղ ինձ կանչեցին Հայաստան, որպես մարզիչ Արմենիա ու ասեցի ասա ոնց անեմ հիմա գնամ ասում դե հիշում ես դու ասում ես որ ես կոնկուրսի չեմ գնա ու Յան ազգանունով չեն տողալու գրես գնա որպես մարզիչ դա մի անգամ մամայից լսել եմ ու չեմ զղջացել որտեվ ճանաչում եմ Մաշա Մնջոյան շատ լավ արտիստներ են իմ թիմ շատ Մարտա Բաբայան եւ շատերը որ հիմա տեսնում եմ աշխատում են երգում են բան բայց Մաշայի համար ասենց հաստատ արժեր գալ այդ մարդուն ճանաչել այդ տաղանդը ու ասենց հպարտանալ իրանով Վերջին անգամ երբ եք արտասվել Ցավոք սրտին պետք է ասեմ ես գնացել եմ 51-ին իմ քույրիկիս Միացյալ Նահանգներ ու սուրպրիզ է արել այդ երջանկության արդյունքներ էր ու հետ եկա շատ կարճ ժամանակով ժամանակ չունեի երկար մնա 2 շաբաթ ընդհանրապես բայց եկա հասկացի որ իմ հորեղբայրս լավ չի ու այդ երևի այդ երկու ամիսը իր հետ եմ եղել ոչ ոք չի կարող ոչ ուղեղով ոչ մորալնի որովհետև հասարակ մարդ չէ մեր заслуженный тренер Հայաստանի Գագիկ Սարգսյանը վաստակավոր մարզիչ որը տվել է չեմպիոններ Տիգրան Պետրոսյանը Տաթև շատ ռիսկի ինձ համար ու այս մեծ տանք մարդն տենց ուդար չի ստացել էլի տենց հունվարի 1-ով ինքը 40 օրվա մեջ այդ ինքը գնաց ես եմ դեկտեմբերի 22-ին տարեմ մրցումներ սկսել շախմատի դպրոցում ասեց ինձ տա շախմատի դպրոց իհարկե այդ հունվարի 1-ին երեկոյան դաժե երբևիցե իմ սաունդ ինժեները Գրիշան ասում է քեզ չեմ տեսել տենց ես 31-ին երգել եմ որտեվ դաժե թողեց երևի այս շախմատիստի ռասկլատում ով գիտի կամ ապրել է իրանք ստանդարտ չեն եւ ամսի 1-ին երեկոյան զանգեցին որ всё որտեվ ռեանիմացիա էր մի շաբաթ շունչս կտրում էր իրոք ասենց որտեվ հասկանում եմ ես ասենց տրեզվի չեմ ցավ տարես սենց տրեզվի եղել է որ ես օթերում չեմ զգացել այս տարեկան չէ Վплоть որ ես սա պետքա կոնտրոլ անեի ամեն ինչ պետքա կոնտրոլ անեի ես առաջ անգամ մտել եմ ասենք իմ փեսային բժիշկ հալոս ես նայում եմ ասում սոն ամիշ լավ է քո հետ ասում հա որտեվ ես ասում ես պիտի մորգու մտնեմ մտնեմ ամեն ճիշտ ամեն լավ է ես սա այդ կոնտրոլ եմ արել գրիմ անող այդտեղ չասում այնտեղ ինչ որ բաներ գործ անում ասում կտակ ես կանեմ էլ ես կարամ անեմ հոպարել ասում չէ Սոնա ջան խնդրում ենք ուզում են հասկանան ես ինչ որ նոր ուզում են հա հայք ասում ամիշ լավ դա այդ չի զարման ես չեմ վախում ինչից պիտի վախենամ վերջ անգամ արտասել ես չես կարա որովհետև այդ տանն եմ իմ պապական տանը ու իմ տոնը եղել է ոչ ստանդարտ որովհետև իր կինը իմ հալալ մորքուրս է երկու քույր երկու աղբոր հետ են ամուսնացած մենք չունենք ճուժոյ իհարկե դաժանեցման որ չտենան մերոնք շատ ասենց չեմ հələ համակերպվում չնայած դեռ հասկանում եմ որ ինձ ասում են պետքա բաց թողած
բայց որտեղ sense ռիսկի չէր կարա էլ այդ ամեն ինչը լիներ։ Նիսին իհարկե իր 81-ը կլիներ, մենք լրիվ բան ենք պլանավորել։ Դրա համար այդ արտասվելը ես թաքցնում եմ, որ չտենան։ Շատ դժվար է, շատ դժվար է, շատ։ Հա, շատ կուզենայի, շատ հիմա եմ հասկանում իմ վարկածո, իսկ հիմա ոնց թողնես գնաս Հայաստանը, եթե ունես արդեն ոչ ջայլ պապա, մամա, ստեղ, իրանք էլ պապաս էլ աշխատում, ասկում մաման էլ դե ծմերը գալիս է մնում էր իմ տանը, համար մենակ ստեղ Երևանում, բոլորը մեծացել են ու ես չեմ կարող բոլորին սենց թողնեմ, գնամ իմ տունը նստեմ, ինձ լավս կամ, իրանք ունեն իմ կարիքը, մի օր այդ քույրիկ ասաց, բայց վաղտին է դու թողեցիր գնացիր, ասի երբ որ ես գնացել եմ եղել են 40-45 տարեկան ու բոլոր գալիս էին իմ մոտ, իսկ հիմա բոլորը պատ 80, ես չեմ կարա, ես պետք է վերկանամ ու պապայս տիպեմ, որ ասեմ դու պետք է պարապես գինեզոլոգի հետ ու վսյո, տոչկա, են էլ է մարդու, որ սաղ կյանք սպորտի մեջ եղել է, բայց գալիս է մի պիրոտ, երևի են մարդիկ, որ սենց աշխատում են, ակտիվնի, մեկ էլ չեն աշխատում, շատ դժվար է իրանց, ես այդ հասկանում եմ, հա, ու իրանք իմ բոլորը կարիք ունեմ հորակուրը, հիմա դրամար քուրես ասում են, ես ինչ բան ես էլի քո վրա վերցեմ իսյա, ես բա ով անի, ով լինի իրանց կողքը ու այդ դուխը տա, այդ մարալն այդ բանը, որ քուրս ասում եմ, ախր չկա քո նմանը, ասում եմ, չէ, սուս կա, ես եզանից եմ, այդ իմ գեներն է, հաստատ կա, ու լիքը կա, լիքը մարդիկ, ու երբեք ես չեմ համաձայն, որ ասում են լավերը քիչ են, վատը շատ է, չկատնես բանի մամար, 50 դու նայած կուդա դվիգայշься, դրա համար այսօր ես տեղ պետք եմ և իմ հարազատներին, չրանք բոլորին է կարամ տանեմ Մոսկվա, որորին տեղ կա, բայց շատերին էլ հալի ասում եմ հետ եկեք սաղոց ստեղ, թոտունան դե մնա ոչ մի պրոբլեմ, դաժ ասում են, այմարդ շատ ռետքի գնում ես 2 օրով ու գործով սենց, գոնե վարձով դու տունը, ասում եմ չէ, բե չի վարձով, էտ իմ էներգիան է, էտ իմ տունն է, մամաս կարաղած մեր ուզենա, էլի գնան դեղ կամ, երբ որ ես գնամ, դեռ հələ չգիտենք ոնց ինչ կլինի, բայց ընդ որ պապաս մի օր ասեց, իմ կարծիքով ասում ասոն, շատքի աստված էտի մարդու խիղճն է, էլի, դե իրանք էտ սովետի մարդիկ ատեիստ, սենց ավելի, սկսել են իմ հետ բան ու իհարկե հիմա այդ արտասվել, որ ասում եք, այդ մի քիչ ուրիշ է, այն որ ձեզ ասում եմ, ես շատ իրակարիք ունեմ իմ նույն հորեղբորս, որովհետև քիչ էր խոսում, բայց ասում էր կոնկրետ լոկալնի բաներ, ասենք Բալիկ ջան, այդ ֆրազով, քեզ կարող է փորձեն շեղել, կամ տեկուս ֆինանսա, փողա, չգիտես, քաղաքական ես բաներով չխառնվես երբևիցե, ոնց երկել ես Թեմրչյանի ժամանակից, Աշոտ Բսնունու, քո երաժշտությունով զբաղվի, ու թող քեզ ոչ մեկ չկարողանա ինչ-որ բանով շատ կարևոր ավտորիտետի խոսքեր այդ իմ Գագիկ Սարգսյանն է և իմ հայրս Սեդրակ Մնասվիչ ու տենց ես մնում եմ ես ու իմ երաժշտությունը փորձում ենք չենք կանգնում, անում ենք երգեր տարբեր, շատ զղջում եմ, շատ չղայնանում եմ, նյարդանում եմ, որ շատ տաղանդավոր արտիստների գործրեցինք, սենց ինչ-որ բադրա, ուդարզա ուդարում է, որ ասում է, ես չգիտեմ, միգուցե, եթե հավատում ենք, որ կա կյանք, միգուցե ոնց մի օր ասեցի, դեռ կհանդիպենք։ Սոնա, հասել ենք ռանդևոյային ռուբրիկային, երբ պիտի առաջարկեք իմ հետագա թողարկման հյուրերից մեկին, ում եք առաջարկում։ Մերսի Սյուզանին, որ իմ անունը տվել է, ես ում կուզենայի, Անդրեն էլ եղել։ Չի եղել։
Կստати ասացի 20-ամյակ, Կարող ենք ես ամենայն սիրով հա, միգուցե, դե զանգահարեք։ վայ աստված, սենց բան կլինի, Սոնա մենք փորձեցինք կապ հաստատել Անդրեի հետ, բայց կարծես թե նրա զբաղվածությունը ցույց չի զանգերը չի տալիս։ գնում, տո մեկ, չգիտեմ, կարող է համարա փոխվել, Ես առաջարկում եմ Instagram-ով ձայնային հաղորդագրություն թողնենք, հա, կարող է, ակնկալելով, որ մեր հետագա թողարկումներին անպայման հյուրընկալելու ենք Անդրեին։ ես կուզենայի, որ ինքը գար, նամանավանդ, որ Եվրովիժնից էլ խոսեցինք, 20-ամյակն ասեցիք, Այո։ ու համեր այս վերջես այդ հայ սուպերստարում իրար հետ կուզենայի էլի շատ մեծ ինքն էլ իր մեծ պրակտիկայով, օպիտով, դենց փորձենք, Փորձենք voice message թողնել Надеюсь, голосовой Անդրեին։ колеси, հա։ Անդրեյ ջան, привет, ամենցև ուզում եմ զանգարեմ քեզ հետ կապ հաստատել, բայց կամ չի գնում զանգերը, կամ համարդ ես փոխել, փորձեցինք հիմա սենց ֆորմատը նենց է, հաղորդման, որտեղ ես հիմա գտնվում եմ կոչման ռանդևու, ու պետքա վերջում իմ հաղորդման ասեմ, կուզենայի հյուր հրավիրեին, ճիշտ ասած, աչքիս հայ սուպերստարն է հավաքում, Սյուզանը իմ անուններ տվել, ես էլ շատ մեծ սիրով կուզեի, որ դու հյուր ընկալեիր ռանդևու հաղորդմանը։ Պաչում եմ լիքը պինդ գրկում եմ։ Շնորհակալ եմ։ Հետաքրքիր Հենց ինքը բան արեց, հրավիրել։ ես կասեմ ձեզ ու ձեր համարն եք փոխանցեմ։ Անպայման։ Ես էլ կփորձեմ կապ հաստատել եւ այս պահին նաեւ առաջարկենք հաջորդ հյուրի, ում կցանկանաք տեսնել ռանդևուի հյուրասրահում։ Այ մեծ սիրով շատ կուզենայի ձեզ մոտ տեսնել Արաքսիա Մուշեղյանին, Սիրով։ արժի իրան կանչել, որտեվ երաժշտական եւ պրոֆեսիոնալ եւ երաժշտական պրոդյուսեր մի քանի հատ Երևան-Մոսկվա տրանզիտների եւ ոչ միայն Իհարկե նաեւ ճանապարհ մեծ այո, դպրոց։ այո, շատ հետաքրքիր ինձ Սիրով զանգահարում ենք հենց այս պահին Արաքսիային Так. Մուշեղյանին։ Ինձ համար ինքը երաժշտական իրոք։ Алло, Արաքս ջան, Հաճանա, Привет, կյանք ջան։ Պրեզենտանքս, ողջույն։ Լավ եմ սիրելիս։ Հիմա ես հաղորդման եմ, Ահա, ու վերջում պետքա ասեմ, ում կուզենա հյուր տեսնել, նո հրավիրեին, ես հաղորդումը կոչվում է ռանդևու, ահա, եւ իսկ ասատուն էլ и ведущий, создатель, շատ ու կարոջ քո անուն եմ տվել Արաքսիա ջան։ Մեծ սիրով կուզենայի, որ վերջ տենց է ֆորմատը, էլի վերջում կուզենայի, ինչի, որտեվ շատ մեծ դպրոց ունես անցած եւ կա երաժիշտ եւ կա պրոդյուսեր, ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի։ Ուսուն ջան, եթե դու ես ասում, խնդիր չկա ընդհանրապես հավատանեմ։ Ես քեզ շատ սիրում եմ։ Ոգեсон ջան, Merci, хорошо, շատ ջան։ հավատանեմ։ Спасибо. Հավատանեմ, давай, давай։ Շնորհակալ եմ ձեզ անկեղծ, Ես էլ իրապես ձեզ։ անկեղծ զենացի։ Ոչ գիտեմ, ամենձև ուզում ես սենց փախնել, սենց սուր հարցերից անձնական սենց բան, որովհետև չգիտեմ, ես սիրում եմ, որ տворчествայից խոսան ավելի շատ Խոսել ենք եւ Եվ դե բայց մի քիչ անձնականից չեմ սիրում, չգիտեմ խե։ Ճիշտ է ասում են, մարդիկ ուզում են իմանան, չէ՞ մարդ անձնականն է, բայց դե ինչ անան, անկապ ավելի սպասեն լավ երգերի, նոր երգերի շուտով։ Դա Աստված, որ յուրաքանչյուր պատեհ ու անպատեհ առիթներով զարդարեք ձեր նոր ստեղծագործություններով մեր առանցային էլ գաղջ ու տաղտկալի առօրյան։ Շնորհակալ եմ ձեր ներկայության համար։ Շատ։ Մերսի շատ։ Հիշեցնեմ, որ այս երեկո զրուցակիցս երգչուհի Սոնան էր։ Շարունակեք հետևել 168-ին, կհանդիպենք։